Հիմա շատերին հետաքրքրում է վերնիսաժյան գները։ Ուրեմն մի վարքյան ես երեխեք գնամ, այսինքն չէ, միկրոֆոնով չեք լսի, երաժշտությունը նես բարձր է միացել մեքենայի։ Վերնիսաժի գները։ Հա, ինչ եմ ուզում ասեմ, վերնիսաժային գները բավականին բարձրացել են։ Ինչը չի թանկացել երեխեք։ Ուրեմն երեք խոսքս դիմում եմ բոլոր արտասահմանի ապրող, ովքեր ունեն արդեն բավականին երկար տարիներ ապրում են, բոլորդ էլ ունեք բյուջե, երեխեք կներեք, բայց պիտի ասեմ, անհարմար է 500 դրամի համար այդ շպրտեք, այդպես կեղտոտ խոսալ մարդկանց հետ։ Ուրեմն այդ բաները գնում եմ, այդ բրասլետները, որ այդ այնքան էլ աղջիկ էր, վերջում պատկերացնում եք ինչ մեծ ժեստ արեց եւ ասեց ինձ ուզանայի մի հատ, ասում եք, չէ, մենք չենք ուզում, մի հատ վերցրեք նվեր։ Ուրեմն որ եկա ասեց 1002 սենց նայեցի, ասեց 1000-ով կտա, ասի շատ, ասի ինչքան է գնում, ասեցի շատ, ասի 1000-ով կտակ, վայ, ասեցի դրա համար չէ, որոշեցի ինձ իրանից գնեմ, որտեղ լավ աղջիկ էր։ Ու 1000-ով տվեց երեխեք, ես բացարձակապես շուկա չեմ արել, չեմ սիրում, չեմ կարողանում տես բան անել։ Ուրեմն մեկ է տեսնեմ մի քանի կին եկան շատ գեղեցիկ հագած կապած, նորեկողի ակցենտով ամերիկահայեր էին, բա մայկա էին ուզում, մի տարեկանի, վրան գրած էր Հայաստան եւ այլն, շատ գեղեցիկ մայկաներ էին, մաքուր բամբակ։ Այս աղջիկն ասեց, ինչ արժե, ասեց 4000 դրամ։ 4000 դրամ երեխեք 9 եվրո է, 10 եվրո, լավ, եկեք անգո 10 եվրո։ Բա բացեց, բերեց այդ աղջիկը դրեց մի քանի հատ, բա 3000-ով տու։ Այսինքն այդ մարդը 1000 դրամ այդ մարդու համար մեծ փող է, բայց քո համար այդ տականք, որ ապրում ես միացյալ, կներեք, բայց պիտի ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այդ $2 քո համար, ինչ ասեմ, անգամ $2 դու ոչինչ չես կարող գնել, այո, դժվար ենք աշխատում, բայց մի քիչ պետք է հարգեք նաեւ դիմացինին։ Այս աղջիկն ասեց, չէ, ասեց 3500, բա 3500, ասեց, չեմ կարող, ասեց, ես մեջ է այդ մարդը 3000-ով գնելա, 4000 դրելա, որ ծախի, 1000 գոնե դրամ աշխատի։ Ինչ ջղայնացա, ուղղակի ասեմ ձեզ, մեծ էին տարիք, մեծը մնա կլինեին իմ տարիքին, գնացին, մենակ մի բան ասեցի այդ աղջիկան, ասեցի, գիտես, հոգիս ցավում է, այս տիպի մարդիկ, որ կգան քո մոտ, կուզեն գին իջացնեք, խոսքս ինչ է, դիմում են բոլոր սփյուռքահայերին, ժողովուրդ ջան, մի քիչ եղեք առատաձեռն, չի կարելի մարդկանց դնեք հիմարի տեղ, այդ $2 ձեր համար ոչնչություն է, այդ 2 եվրոն ձեր համար ոչնչություն է, նենց արեք, որ հայ ժողովուրդը լավ տպավորություն ունա ձեր նկատմամբ, չասի գնում են ընդե քձիպանում են եւ այլն, ոչ, ես գիտեմ, որ մեր Երևանի շատ մարդիկ գիտեմ, ովքեր որ ապրում են արտասահմանում, իրանք չեն էլ մտածում, բայց կան մարդիկ, որ դուք մտածում եք, սպասի մի 1000 է ինչ ասեմ, ձեր քյար, որ այդ մարդիկ առավոտից իրիկուն այդ ճր արևի շոքին կանգնած առևտուր են անում։ Սիրելիներս, առևտուրը ահավոր դժվար բան է, մանավանդ մեր երկրում։ Եկեք հարգենք, դուք գիտեմ, որ շատերը հայ ասել, պետք չի գոռալ հայ ենք, պետք չի օգնություններ անել ստից մտում 1 եվրո, 2 եվրո։ Ձեր օգնությունը կլինի, որ գաք ես մեր ժողովրդին մի 2 կոպեկով գնումներ կատարեք ու չասեք, որ մի 500 դրամ կիշնես, մեկն է կանելա 500 դրամի համար բազար է անում, սես նայում եմ, հիմա ասեմ կասեք սես չի նենցա, ես ոչինչ չունեմ ասելու, բայց կան մարդիկ կանգնած էր մի հատ աղջիկ էր եկել, հայ էին, բայց ռուսերեն էր, մայրիկը հայերեն էր խոսում, աղջիկներ ռուսեն, անգամ չհարցեցի էլ ինչ արժի, գլուխները կա գնեցին գնացին, խոսքս դա էր, կներեք երեխեք ջան, բայց պետք է ասեի, որովհետև դա իմ համար շատ ցավալի պատմություն է, ես չեմ կարողանում, անգամ շուկա ես որ գնում, ասենք կանանչին մարդկանց, ասենք թեկուզ Հայաստանում եկան, մենակն չի որ սփյուռքի հայերն են, Հայաստանում եկան, 100 դրամ կիչացնես, այ մարդ, որ եկել ես արդեն պորտմանդ, գրպանդ։ Ես դա չեմ հասկացել, դա իմ մամայից է եկել։ Մամաս
կյանքում դες բազար չի արել։ Գինն ա եղել, ասա քույրիկ ջան, վերցե գնացել ա։ Լերնես իմ խոսքը ձեզ, որտեղ խորհուրդ չեմ տալիս, որտեղ ամեն մարդ անում է այն ինչ անում է։ Մի իջացեք, իջեք այդքան։ Օրինակ ես այն օրը Կաշվից այդ բիժուները գնեցի, վերջի օրական ջողերը վերցրեցի, աղջիկ այդ սիրունիկ աղջիկն ինձ ասեց 12,000 է, բայց ես քեզ 10 եմ տալիս, որտեղ իր մոտից բավականին շատ բան գնեցի։ Դա արդեն իմ համար պլյուս էր։ Եվ ես որ ուզենամ գնամ ինչ-որ մի բան գնեմ, ես կգնամ իր մոտից նորից կգնեմ, որտեղ դա կոմերցիալ ժեստ է, որը որ կլիենտին ավելի է ոգեշնչում։ Սա է այսօրվա իմ խոսքը։ Դե լավ, երեխեք ջան, հասնեմ վերնիսաժ, կմիանամ ձեզ։ Տեսնում եք ժողովուրդ, որ ես ճանաչում եմ մարդկանց, դրա համար վստահեք ձեր Անահիտին։ Մեր հաճելի կինը, ասեցի ձեզ առաքինի կինը, հնարավոր չի, ասեցի, ես իմ մտքով, չէ որ ես բլոգ էի արել, ես բլոգը նայելով գնացի, հասանք այն մյուս տեղը, տաղավարը, ես ոչինչ չեմ դրել սեղանին, ուրեմն պարզվում է, երեխեք ջան, ձեր չարաճճի Անահիտը, փողը դարժու թողել եմ, մեր սիրելի աղջիկը նայեք լավ դեմքը երեխեք ջան 4-րդ տաղավար։ Հիշեք 4-րդ տաղավար ձեր Անահիտի բասկետբոլի համարն է։ Կգաք այստեղ եւ կգնեք ձեր մատանիները։ Հիմա ես այսօր որոշել եմ մի երկու գույներ վերցնել։ Երկու գույներ վերցնեմ, որովհետեւ Էսա ոնց թողել եք։ Վայ ապրես։ Նայեք երեխեք ջան, չէի խափում, տեսնում եք ինչքան ազնիվ են։ Այն օրը այս փայտիկով գնում եմ, ասում զգուշ լինեմ, հեռախոսը ձեր չվերցնեմ, մեկ էլ ասի, վայ երեխեք, չէ, մենք Հայաստանում ենք։ Ժողովուրդ ջան, ուրեմն բոլորդ ինձ ասում եք Անահիտ, ինչի՞ չես գնում քեզ Անահիտ բիժու։ Ուրեմն ճիշտ ասած այն կողմը տեսա, բայց ասեմ ձեզ, որ վաճառողն այդքան ժպտերեսիկ չէր եւ եկա ես այս տաղավարի վրա, դա ձեր համար է։ Ուրեմն զգուշացնեմ բոլորիդ, եթե կգաք առևտրի վերնիսաժ, ասեցի եւ կասեմ, ոչ մեկը բազար չանեք, Եվրոպայի եւ Սփյուռքահայեր, որովհետեւ բոլորդ աշխատում եք բավականին մեծ փող գումարներ եւ այս մարդիկ առավոտից իրիկուն կանգնած են։ Թողեք իրանք ձեզ ժեստ անեն։ Թողեք որ իրանք այս ընտանիքը գեղեցիկ ընտանիքը ժպտերես ուրախ չէի կարող չգնել։ Նայեք տեսեք, ինչքան գեղեցիկ են։ Օրիգինալ։ Կարող եմ այս մարգարիտը ասենք ցանկանամ հանեմ, չէ՞։ Այսենց է լինում ավելի, սա արդեն ավելի կարճ աղջիկների կանանց համար կսազի, սա ինձ թվում է, էլի, շատ լավն է, շատ գեղեցիկ է, դուք գնում եք, սա թե ինքներդ եք։ Չէ, մեր ստեղն է, մեր արտադրակ։ Սիրելիներս, համեստ տղա, համեստ աղջիկ, Մարիամ, չէ, Մարիամ ջան, շատ լավ մարդիկ են, ասեմ Մարիամ ջան, լավ ամուսին ունես, շատ կոմերսանտ տղա է, եւ շատ մեծ կոմերցիալ ժեստ արեցին, ապրեք դուք, ես գնեցի այն, ինչ ման էի գալիս իմ համար, հիմա մի քանի բան եմ նկարել գերույներիս համար, գնամ մի քիչ պտտվեմ եւ նորից միգուցե թե հետ գամ, տեսեք ինչ գեղեցիկ աշխատանքներն են։ Ձեզ ասել եմ, չէ, երեխեք, օրիգինալությունը նենց բաներ վերցեք, որ օրիգինալ լինի, ոչ շատ կրկնվող։ Այս տաղավարում օրիգինալ բաներ կան։ Մի հատ էս մատանին նայեք էլի։ Նայեք հլը։ Օրիգինալ, շատ հետաքրքիր բան է։ Այս այ կարելի է մի հատ նկարել։ Ես երևի գիտեք, ափսոս որ մենակ շաբաթ կիրակի եք։ Կիրակի օրը ստեղ եք մյուս կիրակի։ Դե լավ, ես կգամ։ Հա։ Այս այլ է լավը։ Ոբշեմ, մերսի շատ։ Հաջողություն։ Մերսի Մարիամ ջան։ Մերսի շատ, մերսի։ Գնացինք ժողովուրդ ջան։ Ահա, գնացի իմ Անահիտը, որը որ ես անընդհատ ուզում էի, եւ Մարգարիտի մատանին։ Ուրեմն բավականին երկար քայլելուց հետո ես եկա հասա այս տաղավարը, որտեղ երեք երեխեք ես այստեղից նայեցի, տեսա այս սրբապատկերները եւ Օֆելյան Մայրիկին նվեր էր ուզում գներ, վերցրեցի իմ համար էլ վերցրեցի եւ շատ լավ բարի մարդիկ ինձ նաեւ նվիրեցին սա։ Այսինքն իրենք արեցին ժեստ կոմերցիալ։ Եվ ես բացարձակապես շուկա չեմ արել, ելի եմ ձեզ ասում, երեխեք ջան, եղեք մի քիչ առատաձեռն, երբ որ գալիս եք արտասահմանից, որովհետև այս մարդիկ առավոտից երեկո կանգնած են եւ հալալ քրտինքով աշխատում են։ Հիմա անցնենք առաջ։ Այս տաղավարում, գիտեք, հիմա կծիծաղակ, ես անցնում եմ սենց ամբողջ այսենց։ Մեկ էլ հանկարծակի կանգնում ես, իմ մամայի բառերն եմ հիշում, բալա ջան, ամեն ապրանք ունի իր տիրոջը։
իրա ղսմատը։ Այսօր էլ իմ ղսմատն էր, տեսնում եք, եկա կանգնած տեղ, բրասլետներ ընտրեցի։ Հիմա մի հատ շարունակեմ նայել փոքրիկ բիժուներ, եթե կգաք երեխեք ջան, այս տաղավարով, մեջտեղով աշխատեք, այս մեջտեղի մասերում գնումներ անեք։ Գիտեմ, որ բոլորդ ինձ հավատում եք եւ վստահում, քանի որ գիտեք, ես ոչ մի ռեկլամային, ոչ մի ռեկլամ բան չկա, սա ձրի ձեր համար, ուղղակի որպեսզի դուք չտանջվեք եւ մոտավորապես նկատի ունենաք գներին եւ այլն։ Բրասլետները կարող եք գնել 5000-ից մինչև 15000, նայած ձեր բյուջեին։ Գալիս եք, տեսնում եք, միանգամից հարցրեք, ուզում եմ 5000-ի, ուզում եմ 6000-ի, ուզում եմ 10000-ի։ Մի կանգնեք, ասեք 1000 կգցես, 2000 կգցես, 3000 կգցես, մի արեք տենց բան։ Սիրելիներս, ձեր համար $2, մանավանդ Ամերիկայի Միացյալ Նահանգների, այդ $2 ոնց որ ստեղի 10 ցենտ բան լինի։ Ինչ են ասում 10, ինչ են ասում։ Ստեղ չգնա, մնա մեր մոտ, ցավը կա։ Ցավը ցախենք։ Նայեք, այ այսպես գալիս եք 19, ուրեմն շաբաթ կիրակի իրան 20 են, շաբաթվա մեջ 27, նենց որ 24, նենց որ երեխեք ջան, վստահեք ձերանայի դճկային։ Սիրելիներս ավարտեցի իմ աշխատանքը դա, ավարտեցի եւ հիմա արդեն տուն եմ գնում, ասեմ ձեզ, որ մի վարկյան սրից գնամ երեխեք, այնտեղ բանկամատ, չէր, բանկամատ չեմ գնա, ամեն ինչ գնեցի, լրիվ նվերներ վերջացրեցի, մտածեցի ինչի թողնեմ վերջին րոպեին, վազեմ այնտեղ, շատ հարմար գներով մարդիկ բարեհամբույր, գնում ես մի բան, երկրորդը գնում ես քչացնում են, էժանացնում են, այսինքն երեխեք այնքան լավն է մեր հայ ժողովուրդը, այնքան լավն է մեր հայ ժողովուրդը, մի բան գնում ես, երկրորդը հանկարծակի ուզում ես մոտից գնես, ասում մենք ձեզ քիչացնենք, բան չունեմ ասել, թեկուզ իրանք մի քիչ շատ են գինը, դու նորմալ է, առևտուրը տենց է, պետք է սկզբից մի քիչ շատ դնես, դու կամաց իջացնես, դաժե վերջում մի հատ նվեր են տալիս, երբեք ոչ մեկը չասեք, ադե մեր հայերն են էլի, նախանդեն չարեն, չէ երեխեք ջան, չարաչար սխալվում եք, ասեմ, որ գները այսօր, որ ձեզ ցույց տվեցի այդ տեղում, ավելի մաչելի են եւ մի բան է պետք է ասեմ, անկախ քեզանից այդ մարդը, որ քեզ մի ասում է, այսքան ասես նայում է ժպիտը երեսիդ, անկախ քեզանից այդ մարդուց գնում ես, ջոկում եք երեխեք, հազար հատ վաճառող կա, չէ՞, գնում գալիս ես գնում ես այդ մեկից, ու ես այսօր որոշեցի այդ տղայի ու այդ աղջկա Քրիստինեի մոտից գնեմ բավականին շատ, որովհետեւ իրոք իրանց մարդ տեսակի իմ դուրս եկա։ Ես այդպես եմ աշխատում, եթե մեկը ժպտերեսիկ է, մարդ տեսակը լավ է, խոսում են, ինչ որտեղ ես չեմ ասում կեժանացնեք, իրանք են իջացնինգի, ուրեմն այդ մարդկանց մեջ կա դեռ մարդկություն։ Դրա համար սիրելիներս, եղեք մի քիչ բարի եւ եղեք մի քիչ առատաձեռն, երբ որ գալիս եք օտար երկրից Հայաստան։ Առաջին անգամ, որ ես Հայաստանում պուլպուլակից տաք ջուր խմեցի, խայտարակություն էր։ Այն օրը որտեղ են Գորուզանն ասեցի, Գորուզանը Զաքյանի վրա է ապրել, պրոսպեկտի, ասում մեր ջուրը միշտ սենց սառն էր, ուղղակի ինչ ասեմ, ընտիր, մի հատ մի վարկյան լրիվ տեղավորեմ այս սերաֆանի մեջ, թե չէ ինչ շատ չկա, պայուսակս բացելուց կարող է դրանք էլ ընգնեն, մենակ ասում եմ, չէ, դա իմ հետ է կատարում պես բաներ, ուրեմն մտա, պատահաբար մտա մի հատ խանութ, Երեք Օֆելյան, ասեցի, չէ, տեղից սպորտային գեղեցիկ շոր էր տեսել, այսինքն կարճատև եւ լայն տաբատ, ասեցի Օֆելյան ես մի հատ կնայեմ կտեսնեմ, եթե քողակին կլինի, կասեմ կկանգնես կգնես, եթե չէ, նախ ամենամեծ ռազմերը L-ն էր եւ շատ փոքր L, ժողովուրդ ջան, Հայաստանում ոչ մեկ այդքան նիհար չի, շատ, ես սարմանում եմ, մյուսելի մարդիկ չեն կարողանում գնել մի քիչ մեծ ռազմերներ, այն օրը մի հատ աղջիկ եկել մտել են խանութ, ասում է բացի XS-ի տեսից չկա, այն մեկը նայում է, մի քիչ հարգեք էլի կլորիկ աղջիկներին, կլորիկ չէ, ֆորմայով, ես կարող եմ ասել բան, պյուլպես, այսինքն ապետիտն է կանաց, որովհետև երեխեք ջան, միայն նիհարները չեն, որ գեղեցիկ են, մի հատ նայեք էլ երեխեք, ինչքան գեղեցիկ են դեկորացիա արել, առաստաղի մոմենտը, ծաղիկները, բա, ջաշակ, հասանք մեր տուն, կողբացի 28,
ես էլ ասում եմ որ նավիգատորը խփում եմ հայերեն կողբացի չի բերում։ Ուրեմն պիտի գրեմ կողբացի։ Կարող եմ ասել, մերսի շատ։ Սա իմ ճանապարհն է եւ շատ հարգալից բոլորը տեղ են թողնում։ Բացառությամբ այն օրը մի երիտասարդ աղջկանից, ում համարները արդեն ցույց էր տալի թե ինքը ով է, կարմիր լույսի տակով անցավ եւ արագությունը չպաշտպանեց։ Բա սիրելիներս կանայք ավելի շատ սխալներ են անում, քան տղամարդիկ։ Հանդիպեցինք Ռուզաննային Հայարփին, ես Ռուզաննան, այսօր մեքենայի մեջ պասաժիրներով փոխված ենք, գնում ենք Ռուզան ջան, մի հատ ասա ուր ենք գնում։ Գնում ենք տեղերի եկեղեցին։ Ոնց։ Տեղեր, տենց է կոչում, տեղերի եկեղեցի։ Աշտարակ։ Այնտեղից է։ Դու նոր ես հայտնաբերել դա։ Ես երկու անգամ եմ գնացել, շատ հզոր։ Դուք մեր հետ կհայտնաբերեք երեխեք ջան, շատ հզոր եկեղեցի է, շատ գեղեցիկ տեղ է։ Ես Ռուզաննային Երևան գալուց առաջ ես տեսա որ ինքը Instagram-ով բաներ էր գցել։ Ռուզաննա ասեց ան հեսա որ գալու լինեք, անպայման կգնանք։ Այսօր գնում ենք շատ մեր ընտանիքով, քանի որ Ռուզաննայի Օֆելիայի ընտանիքն այսօր իմ ընտանիքն է եւ անցկացնենք գեղեցիկ օր։ Այո, եւ համար ընտրիկուն համար նախաճաշ ես սովածել։ Մենք մի կտոր բան ենք արդեն կերել, որովհետեւ մենք ըստ ֆրանսիական ստամոքսները սովածանմա չէ։ Ասեմ առավոտը մենք նախաճաշում ենք, որովհետեւ Ռուզաննան չէ, Ռուզաննային չէ նախաճաշել։ Դու Հայարփի ջան նախաճաշում։ Նախաճաշում ենք, քոջերերն եմ ընկել հիմա էլ։ Հա։ Ես չէ։ Չէ, հա։ Նախաճաշը շատ կարևոր է, սիրելիներս, ամենակարևոր գերակուրն է օրվա մեջ։ Կարող եք դուք ճաշը ընտրիկը բաց թողնեք, բայց նախաճաշն աշխատեք անպայման ունենալ։ Այո, դա էլ է բան։ Միրգ եւ սուրճ ասենք, միրգ, սուրճ կամ թեյ։ Խմում ու ջուր։ Միրգը, դու լրիվ վիտամինացված Հայարփի ջան ուտում ես, դա արդեն դա շատ լավ է։ Դե երեխեք ջան, նիհարիկ աղջիկներ մեր օրին չէ։ Հիմա էտա մեզ այստեղից աշտարակ ինչքան է Ռուզան։ Ինչքան մեզ Մոտիկա չէ աշտարակ։ ցույց տալիս, հա, մոտիկ ենք։ Երեխեք բան նայեք, դասից գեղեցկություն։ Գյուղերը, վիլաժներն այլ էս մեր Ֆրանսիայինի նման շատ սիրուն է։ Ես խոսում եմ ժողովուրդը, բայց ես նայում եմ ընտիր վարդեր, ծաղիկներ, նայեք ինչքան լավ որը ընկուզի ծառեր։ Աշտարակի պոպոկը։ Համայակի սապոկը, համայակ ջան։ Համայակ ջան, այ էս ինչ է այս քարերը։ Կոֆային կերվինա, ոչինչ։ Մոռացել եմ բառերն էլի։ Եկել են տուրիզմը։ Դասեք ինչքան սիրուն է կանանչ մեր գեղեցիկ գյուղերն, այս որ չասեք մենակ արտասահմանում կաս այստեղ։ Որ գնում ենք ինքը վանք, այսինքն չորսեցի կառուցված Աշտարակի պոպոկը, համայակի պնդուկը։ Եթե կցանկանաք, որ երաժշտությունն ու երգը փոխել ինչ-որ մի բառերը կամ բան, դիմեք Անահիտ բլոկ։ Լրիվ ասի։ Իմպրովիզերների իջև իմպրովիզ։ Բնությունը նայեք, գեղեցկություն եւ եկեղեցին, հեսա Երևա թաքնված է, հեսա Երևա։ Այստեղ ինչ-որ վթար է եղել, հա, ոնց որ թե Իտալիայում։ Նայեք եկեղեցիները խեք, այստեղից շատ գեղեցիկ է երևում, վաու, այս ինչ էր աշկեր, ոնց է կոչվում ռուս տեղերի վանք, նայեք երեխեք, մի վարկյան սպասեք, ոնց է կոչվում այդ տեղերի վանք, նայեք ինչ լավն է երեխեք բնությունը, բարձրանում ենք, ես ես ինչքան է բարձրությունը, եկեն Արևմտյան Հայաստան, եկել է այդտեղից անում են, տուրեր շոտ են անում։ Այս դարոշկեն մեր համար են դրել, որովհետև քանի որ Ռուզաննայի ծննդյան տարեդարձն Օֆելիայի որոշել են դարոշկան դնել։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, բարև ձեզ, շատ համեստ եք։ Ուրեմն երկու հարսանիք, չէ՞ Ռուզ։
այսօր։ Բախտավոր լինեն, հիմա մեր մոտ ասեմ ձեզ Հայաստանում ես անցյալ տարի եմ նկատել բավականին տրենդային է, որ հարսանյաց տարեդարձները եկեղեցիները նշում են այսպես դուրս տեղեր։ Մի տարի որտեղ էինք։ Օֆելիան է եկել գալիս։ Բարև սիրուն աղջիկ։ Ով Красотки, наши красотки, մեր գեղեցիկ աղջիկներն են։ Ռուզան ջան, ես խաղին մեր համար եմ խաղում։ Այս եկեղեցու պատմությունը ես ձեզ կպատմեմ։ Գայս, ինչ գեղեցիկ եք դուք շատ գողարկով։ Այո, եթե ես հիմա մոտիկացնեմ, սենց տեսնում եք երեխեք, քարը սև քարե, ավելի մոտիկից կծանոթացնեմ ձեզ, քանի որ գիտեմ, որ շատ օտար երկրում շատ հայեր դուք չգիտեք։ Բանն եմ էլի ձեր այսօրվա գիդն եմ էլի տուրիստական գեղեցիկ է նայել այս խալու մոմենտը, պատկերացնեք, որ անձրև գա, ոնց է թրջվելու։ Էլմիր, ահա սիրելիներս, խոստացել էի, որ ես ձեզ կպատմեմ վանքի պատմությունը։ Տեղերի վանքի պատմությունը։ Տեղերի վանքը Հայաստանի միջնադարյան նշանավոր հոգևոր եւ մշակութային կենտրոններից մեկն է։ Այն գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան լանջին, Տեղեր գյուղի մոտ, ծովի մակարդակից մոտ 1700 մետր բարձրության վրա է։ Մի հատ էս գեղեցկությունը նայեք էլի։ Գիտեք ինչ տարբերվում է իհարկե, հիմա շատերը կասեք քարքարոտ է, այո, այս կողմերը քարքարոտ են ավելի։ Վանական համալիրը կառուցվել է 13, մի վայրկյան մոտիկացնեմ։ Ուրեմն կառուցվել է 13-րդ դարի առաջին կեսին, 1213 թվականից 1232 թվականներին։ Շինարարությունը հովանավորել են իշխան Վաչե Վաչուցյանն ու նրա կինը Մամա Խաթունը, պատկերացնեք երեխեք, գեղեցիկ անուն է եղել, Մամա Խաթուն։ Այդ ժամանակ Հայաստանը մշակութային վերելքի շրջան էր ապրում եւ բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր էին կառուցում երկրի տարբեր հատվածներում։ Հիմա նայեք, տեսեք, բնականաբար ճանապարհը գեղեցիկ, այս աստիճանները, ճիշտ ասած ես մտածեցի երևի դժվար կլինի բարձրանալը, բարձրանալը բավականին հեշտ է։ Հիմա եկեք մոտենանք, մի հատ ջուր խմեմ եւ հետո կշարունակեմ նորից նկարահանել եւ ձեզ պատմել ամբողջ այս վանքի պատմությունը։ Պատմությունը երեխեք ջան այս վանքի։ Համալիրի գլխավոր կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը կառուցված է հայկական միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ խաչաձև գմբեթավոր ոճով։ Նայեք, տեսեք։ Նայեք։ Շատ գեղեցիկ։ Ուրեմն եկեղեցունքից գտնվում է գավիթը, որը ծառայել է որպես հավաքատեղի ուսուցման եւ տարբեր եկեղեցական արարողությունների համար, այսինքն այդ ճեմարանային, այդ լրիվ այդ գեղեցկությունը մի վարքյան։ Ես խնդրում եմ նայեք այս հրաշալի այս այգին, որը որ ես քայլում ես, քեզ թվում է իրոք ինքը բավականին մեծ ուժ ունի։ Շատ, այսօր Ռուզաննան ասում է ինքը մի հատ շատ զորավոր ուժ ունի եւ ես ուրախ եմ, որ մենք եկանք այստեղ։ Տեղերի վանքը կառուցված է մուգ, տեսեք երեխեք, մուգ գույնի բազալտ քարից։ Նրա արտաքին տեսքը շատ համեստ է, բայց միևնույն ժամանակ վեհ ու տպավորիչ եւ շատ զորավոր ուժ ունի, որ ուշադիր նայեք։ Վանքի ճարտարապետությունը ներդաշնակորեն միաձուլվում է շրջակա լեռնային բնությանը, ինչի շնորհիվ այն համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկը։ Եվ իզուր չէ, որ շատ շատերը գալիս են այս եկեղեցում եւ պսակադրությունները կատարում են այստեղ։ Նաեւ կան կնունք, ծնունդ, հարսանիք։ Այս հենց հիմա մենք նայում ենք եւ տեսնում ենք երկրորդ ամուսնության արարողությունը, մեկին ճանապարհեցինք, հիմա մյուսին ընդունում ենք։ Դարերի ընթացքում երեխեք, վանքը
եղել է ոչ միայն աղոթքի վայր, այլ նաև կրթության եւ մշակույթի կենտրոն։ Այստեղ գործել են հոգեվորականներ, ձեռագիր գրքերի ընդօրինակողներ եւ ուսուցիչներ, չնայած ժամանակի ընթացքում տեղի ունեցած պատերազմներին, երկրաշարժներին, ավերածություններին վանքը պահպանվել է մինչև մեր օրերը։ Դուք պատկերացնում եք 12-րդ դարի եկեղեցի է։ Նայեք այս քարերը, այստեղ իհարկե սա գերեզմաններն են։ Այսօր տեղերի վանքը բազմաթիվ զբոսաշրջիկների եւ ուխտավորների գրավում է իր պատմությամբ, որ մարդը տեսնում անմիջապես փակում են, որպեսզի մարդը իրանք չեն ցանկանա նկարահանվեն, մի հատ լես գեղեցկությունը նայեք երեխեք, հրաշք։ Ուրեմն այստեղից բացվում է հիասքանչ տեսարաններ դեպի Արարատյան դաշտ եւ Հայաստանի լեռնաշխարհի տարբեր հատվածները, այսինքն որ նայում եք կռուգավոր, նայեք երեխեք սարը։ Սա ինչ ասեմ, պետք է տեսնեք, իրոք ես շատ ուրախ եմ, որ եկաք։ Տեղերի վանքը պարզապես երեխեք ջան, ասեմ ձեզ, հին եկեղեցի չէ, այն հայկական պատմության հավատի եւ մշակույթի կենտրոնի վկա է, որը շուրջ 8 դար շարունակ կանգուն է մնացել։ Այսինքն ինչի են գալիս, ինչ էլ անեն, ինչ էլ ուզենան մեր թշնամիները, մենք կանգուն ենք, մենք ուժեղ ենք երեխեք ջան։ Արագածի լանջերին մի հատ նայեք, սենց գեղեցիկ է այս դաշտավայրերը, սա ուղղակի հրաշք է։ Հիմա գնանք միանանք մեր խմբին։ Հուսով եմ, որ ձեզ դուր եկավ, հուսով եմ, որ շատ շատերդ, որ կցանկանա գալ Հայաստան, անպայման եկեք տեղերի վանքը, որովհետև սա, ինչպես ես ձեզ ասացի, սա ոչ թե մեր ուղղակի եկեղեցի, այլ սա մեր պատմությունն է։ Եվ նա պահպանվել է երկրաշարժների, պատերազմների, ինքը չի փլուզվել, այսինքն կա մեջը մեծ զորություն սիրելիներս։ Դե լավ, եկեք մտենք եկեղեցի, հետո կշարունակեմ նորից։ Նայեք, սեր բազարդը, ինքը շատ ռուզան, ինքը շատ հին եկեղեցի է, շատ, ինչ ասեմ, ճոխություններ չկա, բայց մեծ զորավոր ուժում իրա մեջ և հուսով եմ, որ բոլորդ կգաք մի օր այստեղ և բոլորդ կգաք այստեղ Ռուզան բոն վարեմ երեխեք ջան Նայեք տեսեք երեխեք դրախտ ասեն իջնում են մերոնք և ամենակարևորը, որ այս դրախտային վայրում գտնվում է այս բանը, բայց մեկը տեսնես ով նստեղ նկարի ես ներքևը, վայ աստվածի մեզ ինչ գլուխս պտտվեց երեխեք ես վախենում եմ բարձունքը նայելը մի հատ ես գեղեցկությունը նկարի ես հրաշք ալո Ռուզանայի շորերը բոլորն ալո են չգնաս են գնաս Դեմեքից դուք եք գնաց Ալո բլո էրի, ալո բլո երեխեք այնտեղ կանգնես նկարվես, միսի հրաշք Այս հետ է ասում, որ արածքները սիրում Եկեք երեխեք ջան, չեք փոշմանի ժողովուրդ, կգաք Հայաստան, Երևան, Հայաստան, եկեք անպայման տեղերի վանքը Պարզվում է տեղերի վանքը առաջ եղել է դեղերի վանքը, որովհետև այստեղ շատ բույսեր, դեղաբույսեր են էլի, հետո դն դարձել են տը, երևի թլիկ են եղել։ Հա բա, երևի թլիկ են եղել, երեխեք, տեղերի չեն գարցած են տեղերի։ Ես ասեցի նորոֆիլիային։ Սպասում ենք Հարսանյաց տարեդարձին, հարսուփեսան դուրս գան ու մտնեմ ներսը նկարահանեմ, ասեմ ձեզ, որ բոլորը կանգնած են եկեղեցի կողքը, բոլորի ձեռքում կան փոքրիկ այդ վարդիկներ, ինձ թվում է, և եվրոպական ստիլով պետք է լցնեն գլխին, առաջ բրինձ էր, ամեն տեղ էր բրինձ, հիմա արդեն և Հայաստանում և ամենուր ճիշտ են որոշել, որովհետև այդ բրինձը մեկ-մեկ նենց էր խփում,
ցավացնում, դրա համար հիմա բոլոր աշխարհի բոլոր եկեղեցիներ դուրս գալու ժամանակ արդեն փոքրիկ վարդի թերթիկներ են գցում։ Ասեմ դες մեր հարսանիքին էլ ա եղել վարդի թերթիկներ։ Այնպես որ դա սա նորություն չէ, էլի։ Սիրելիներս, ես ցույց եմ տալիս ես գեղեցիկ փոքրիկ եկեղեցին։ Այստեղ է կատարում ծիսակատարությունները, հարսանիքը, կնուկները եւ պատարակը։ Ռոզաննան կարծեմ այս տարվա մեջ եղել է պատարակին, ասում շատ արտակարգ գեղեցիկ պատարակ էր։ Արաստաղը Հյուստոն մնացած ամբողջը քարաներ չի, որ ուղղակի մի քանի գույներով վարակույրներն են եւ գորգը կարմիրի վրա։ Դե ինչ, գնացինք սիրելիներս։ Ոյ, կովերը։ Երեխեք ջան, գտնվում ենք ուրեմն աշտարակից դուրս եկանք, գտնվում ենք ռեստորանում, որը կոչվում է Վինեյարդը։ Վինեյարդը շատ գեղեցիկ տեսարան է, շատ հրաշալի։ Հիմա մի հատ տեսնենք ոնց ինչ, աշխատեմ մարդկանց նկարեմ, որովհետև ամեն դեպքում չեն ցանկանում, բայց որտեղ են, Սվետա որտեղ են մերոնք։ Նստել են ժողովուրդը, բայց նես լավ շոկ է։ Ճիշտ նամն ես դու։ Բանի Օֆելիայի թորնիկն է եկել։ Նայեք, տեսեք ինչ գեղեցիկ տեղ է, շատ հաճելի, շատ ընտիր, այնտեղ ազատ է, դարիրարիտ է։ Ռոզալիան է հայտնաբերել այստեղ, ինչպես միշտ երեխեք ջան, ամեն տեղ ինքը հայտնաբերում է։ Ես դերեմ մասնագիտությունը փոխես, Ռոզան։ Ռոզան ջան, օրինակի համար, ասենք եթե աշխատանքդ փոխես, ինչ կաշխատեիր, կլիներ գիդ տուրիստիկ։ Բացումից հետո որ թվերի հետ չաշխատեմ։ Ռոզաննան ասեմ հաշվապահական կենտրոն ունի, շատ կիրթ, շատ պունկտուալն են գերմանական ձևով, շատ կորեկտ է, էլի։ Նենց որ սիրելիներս իմացեք, էլի, նա միայն նա չի կազմակերպում տոներ, նա նաև աշխատում է։ Բացումից հետո կարելի է Տուր ագենտվա բացես, չէ՞, բա։ Այնպես որ սաղ մնանք, չմեռնենք։ Եկեք սրանով ավարտել իմ բլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր։ Հուսով եմ, որ բլոգը ձեզ դուր եկավ, հուսով եմ, որ մի քիչ կտրվեցիք ձեր առօրյայից։ Այսօր ես սա ասում եմ արդեն օտար երկրում ապրող հայերին, երբ որ լինում եմ Ֆրանսիայում, սա ասում եմ Հայաստանի հայերին։ Հուսով եմ, որ դուք իմ հետ մի քիչ շրջագայեցիք եւ հավանեցիք։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։